Ողջույն սիրելիներս, եկեք այսօր մի շատ կարևոր բան բացահայտենք։ Մի բան, որ ամեն օր մեր խոհանոցում է, բայց կարող է լուրջ վտանգ ներկայացնել մեր ընտանիքի առողջությանը։ Խոսքը վերաբերում է պլաստմասե կտրատող տախտակներին։ Տեսնում եք այս մանրագույն ճեղքերն ու քերծվածքները։ Ամեն անգամ, երբ մենք դանակով կտրատում ենք այս մակերեսը, այդ կտրվածքներից անջատվում են մանրագույն մասնիկներ, այսպես կոչված միկրոպլաստիկներ։ Այս մասնիկներն այնքան փոքր են, որ մենք դրանք ուղղակիորեն խառնում ենք մեր ուտելիքի մեջ։ Հիմա ուշադրություն։ Մեր օրգանիզմը նախատեսված չէ պլաստիկը մարսելու և դուրս բերելու համար։ Միկրոպլաստիկը ժամանակի ընթացքում կուտակվում է մեր օրգաններում, և սա դեռ ամենը չէ։ Այս բոլոր մանր ճեղքերը իդեալական միջավայր են դառնում մանրէների և բակտերիաների կուտակման համար, անգամ ամենամանրակրկիտ լվացումից հետո։ Բացի այդ, պլաստիկը հաճախ պարունակում է քիմիական նյութեր, որոնք կարող են խախտել մեր ներքին հորմոնալ հաշվեկշիռը։ Իսկ հիմա խոսենք լուծման մասին։ Սիրելիներս, մեր ընտրությունը պետք է լինի փայտը։ Փայտատեսակները ունեն բնական հակաբակտերիալ հատկություններ։ Երբ դանակը փայտի մեջ կտրվածք է թողնում, փայտը ժամանակի ընթացքում կարծես ինքնաբուժվում է, փակելով այդ մանր ճեղքերը։ Մեր խոհանոցը մեր տան սիրտն է։ Մենք արժանի ենք լավագույնի։ Փոքրիկ փոփոխություն կատարելով այսօր, մենք մեծ ներդրում ենք անում մեր երեխաների և մեր սեփական առողջության մեջ։ Խնդրում եմ այս տեսանյութով կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր դեռ օգտվում են պլաստիկից։ Եկեք միասին հոգ տանենք մեր առողջության մասին։ Չմոռանաք լայքել տեսանյութը, բաժանորդագրվել իմ էջերին, ինչպես նաև միշտ սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Սիրով Նունե։